Բարեկալու Սիվիլներ, տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար, падգամավոր Հայկ Մամիջանյանին։ Բարև ձեզ։ Բարև։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Մամիջանյան, այսօր արդեն հայտնի է այս բանը, որ մենք ուրեմն գրում ենք այս հարցազրույցը, ձեզ հետ հարցազրույց ենք անում մեր ձևով շարժման եւ ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդի անունը եւ վարչապետի անունը, երկուսն են Սամվել Կարապետյանն։ Մեծ հարուստ Ռուսաստանաբնակ, հիմա արդեն Հայաստանաբնակ նաև։ Ինչպես է վերաբերում այս առաջադրմանը որպես ընդդիմության ներկայացուցիչ եւ հատկապես հաշվի առնելով, որ կա սահմանադրական արգելք իր պարագայում։ Տեսեք, նախ ինչպես եւ նախորդիվ ասել են մեր կուսակցության ներկայացուցիչները, մենք հաջողություն ենք մաղթում ցանկացած իրական ընդդիմադիր քաղաքական ուժի վերջին շրջանում գործընթացները ցույց են տվել, որ բարերար եւ քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի նախաձեռնած դեռ մեր ձևով նախաձեռնած ուժը բավական արագ թափ է հավաքում։ Հույս ունեմ, որ իրենք կարողանան իրենց դրած նպատակներին հասնեն, իսկ ըստ բոլորիս այս նպատակը նույնն է իշխանափոխությունը Հայաստանում։ Ինչ վերաբերում է ձեր նշածին, գիտեք, ի տարբերություն օրինակ Փաշինյանին 21 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ ինքը իր նախընտրական ծրագրով, հետո էլ արդեն կառավարության ծրագրով խոստանում էր Հադրութն ու Շուշին դեօկուպացնել, բայց եկավ եւ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ձեր նշած քաղաքական ուժը հստակ առաջարկ ներկայացնում է քաղաքացիներին, ակնկալելով իրենց քվեարկությունը։ Ուստի ես չեմ կարծում, որ էականն է, թե այլ ընդդիմադիր քաղաքական ուժի գործադիր մարմնի անդամը ինչ կարծիք ունի դրա մասին։ Շատ ավելի էականն է, թե մեր ընտրողները ինչ մոտեցում կունենան այդ հարցին։ Որպես սահմանադրական կառույցի ներկայացուցիչ տվյալ դեպքում ազգային ժողովն է։ Ինչպես է վերաբերում այն հայտարարությանը, որ երբ մենք ընտրվենք, ունենանք մեծամասնություն, այդ ժամանակ կլինի այնպես, որ այսինքն այդ արգելքը կհանվի եւ կլինի այնպես, որ Սամվել Կարապետյանը կունենա մեկ քաղաքացիություն, այսինքն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Նորից ես չգիտեմ, թե ինչի մեկ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ պետք է մեկնաբանի մեկ այլ ընդդիմադիր ուժի նախընտրական ծրագիրը, բայց այնուամենայնիվ ես այդ հարցին իհարկե կպատասխանեմ։ Ես համարում եմ, որ բարերար Սամվել Կարապետյանի կյանքը, գործունեությունը այնքան է փոխկապակցված անկախ Հայաստանի հետ, որ կարելի է սահմանադրություն փոխել, որ ինքը գա իշխանության, իրենց առաջարկի ներկայացման եւ դրան բավարար քանակով քվեների ստանալու պարագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նշում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը, ոչ Թուրքիայի արտգործնախարարը, ոչ այլ բոլոր պաշտոնյաները, որոնք վերջին շրջանում կարծիք են հայտնում Հայաստանում, թե ով պիտի ընտրվի, կորոշեն, թե արդյոք այդ առաջարկը սահմանադրական է, թե ոչ։ Ըստ իրենց ներկայացրածի մի 4-5 իմ կողմից շատ հարգված համադրագետներ ասացին, որ այդտեղ որևէ իրավական խնդիր չկա։ Շատ լավ, պատկերացնենք ներողություն, երկու մասի, բաժանեմ ձեր հարցը՝ իրավական եւ բարոյական կամ քաղաքական։ Իրավական մասով համադրագետները ասել են, բարոյական եւ քաղաքական, ես արդեն ասացի, որ համարում եմ, որ Կարապետյանի կյանքը այնքան փոխկապակցված է Հայաստանի հետ։ Պատկերացնենք մի իրավիճակ, որ մարդու կյանքը կարող է հազար ձև փոխկապակցված լինել Հայաստանի հետ, բայց դա նրան չի տալիս իրավունք ասել, որ եկեք սահմանադրություն փոխենք, որ ես գամ իշխանության։ Պատկերացնենք մի իրավիճակ, որ դուք այդ ազգային ժողովում կգտնվեք, այսինքն պատիվ ունեմ կլինի, չգիտեմ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ձևաչափով կլինի թե ինչ, դուք եւս այնտեղ կգտնվեք։ Ասացեք, խնդրեմ, որպես մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը ժամանակին սահմանադրություն է փոխվել, որ Սերժ Սարգսյանը 3-րդ ժամկետ գնա։ Այս անգամ կարող եք դուք կողմ կքվեարկեք սահմանադրության փոփոխությանը, որ մարդը գա իշխանության, ոչ թե 3-րդ ժամկետ գնա, այլ գա իշխանության։ Մեկ ձեր հարցադրումը ինքնին սխալ է, որտեղ Սերժ Սարգսյանը 3-րդ ժամկետի երբեք չի գնացել։ Եվ դուք դա հոյակապ գիտեք։ Փամփեսյան եւ վստահեիք, որ ես դա ասելու եմ։ 17 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել ազգային ժողովի ընտրությունները։ Ես իշխանության պրոլոնգացիայի մասին եմ խոսում, ես չի խոսում ֆորմալ նախագահ լինելու մասին։ Դա ֆորմալ չի։ Դրանք շատ տարբեր բաներ են եւ անվանել նախագահ Սարգսյանի վարչապետ ընտրվել է 3-րդ ժամկետ, թե իրավական եւ թե քաղաքագիտական տեսանկյունից սխալ է։ Այն ժամանակ այդ համանդրությունն ընդունվել է ոչ թե մեր, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից։ Ուստի ձեր հարցադրումը այդքան էլ տեղին չի։ Այդ ազգային ժողովում ինչպես կքվեարկեմ դրան, երբ որ տեսնեմ, թե ինչպես է նկարագրած, այդ ժամանակ կասեմ։
պետք է մի նկարագրություն լինի համանդրության այս հոդվածը փոխվի 48-րդ հոդված շատ ու շատ ազգային ժողովի падգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետության մշտապես Հայաստանի Հանրապետությունը մշտապես բնակվող ընտրական իրավունք ունեցող եւ հայերեն տիրապետող յուրաքանչյուր ոք հավանաբար սա պետք է փոխվի հավանաբար չէ ուրիշ տարբերակ դուք գիտեք ինչպես կլինի նոր շարադրությունը նոր շարադրումը այդ կետ ինչ սահմանափակում կլինի, ինչ պաշտպանական մեխանիզմներ կլինեն, այդ ամենը ես մի քիչ կարծում եմ եթեները շատ են այդ նախադասության մեջ որ պատասխանեն։ Այնուամենայնիվ, այսինքն կգա ժամանակը կորոշեք, եթե դուք լինեք այնտեղ։ Բապտի որոշեմ, բայց պետք է։ Հասկանալի է։ Պարոն Մամեջանյան, դուք արդեն կողմնորոշվել եք հանրապետական կուսակցությունը այս ընտրություններին, արդեն մեր ձևով հայտարարեց իրենց վարչապետ տեխնոլոգիության մասին, ԿՊ-ն պատրաստվում է ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժը կարծես թե նույնպես կողմնորոշվել է քիչ թե շատ ինչպես պետք է մասնակցի այդ ընտրություններին իր ձևաչափով եւ հավանաբար կարծես Ռոբերտ Քոչարյանն է լինելու իրենց ուրեմն վարչապետի տեխնացուն դուք որևէ որոշում ունեք քննարկում ունեցել եք քննարկում ունեցել ենք եւ դրա մասին եղել է հայտարարություն գործադիր մարմնի վերջին նիստը տեղի ունեցել մի քանի շաբաթ առաջ արդեն չեմ հիշում եւ առաջիկայում տեղի ունենալու այդ քննարկումների գործադիրի ֆորմատով շարունակությունը քննարկումները ընթանում են նաեւ այլ ձևաչափերով ներկուսակցական փորձեմ բացատրել ինչով է պայմանավորված, որովհետև շատ ու շատ հարցեր են դրա հետ առաջանում։ Առաջին մեզ շատ-շատերը հարցնում են, բա դուք ինչի գրասենյակ չեք բացում, բա դուք ինչի չեք պատրաստում, դրա պատասխանը նախագահ Սարգսյանը տվեց, մենք այդ գրասենյակները ունենք։ Մենք ունենք գրասենյակներ Հայաստանի բոլոր մարզերում, բոլոր մեծ բնակավայրերում, ուստի այդ աշխատանքը մենք կատարելու խնդիր չունենք, մենք Հայաստանում առաջին գրանցված կուսակցություն ենք։ Երկրորդ, իսկ ինչն է պատճառը, որ այսքան քննարկում ենք։ Գիտեք, երբ հանրապետականը այս 7 տարիների ընթացքում անդադար կրկնում էր, որ մեր թիվ 1 նպատակը իշխանափոխությունն է, մենք դա սիրուն խոսքերի կամ լայքերի համար չէինք ասում։ Մենք իրապես փորձում ենք հասկանալ, թե որ խողովակով, որ գործիքով կամ այդ գործիքներից որևէ մեկի ինչպիսի կիրառմամբ է ամենաբարձր հավանականությունը իշխանափոխության հասնելու։ Մենք չենք հավաքվում քննարկում այ որ սենց գնանք 4 մանդատ կունենանք, իսկ որ այսենց գնանք 14, իսկ այ որ սենց 26։ Մենք փորձում ենք հասկանալ, թե որ ուղին է ամենաարդյունավետը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու համար։ 5 տարի դրանով է 5 տարի ունեի։ Լուրջ համարում եք, որ վերջին 5 տարի, նախ 5 տարիների ընթացքում եւ հիմա էլ ես շարունակում եմ ասել, որ ընտրական մեխանիզմը միակ ճանապարհը չի իշխանափոխության եղել օրենքի տեսանկյունից հիմա էլ այդպես բայց երկրորդ ձեր հարցադրումը որ 5 տարի այդպես է եղել այս 5 տարվա ընթացքում ինչքան բան է տեղի ունեցել դուք ուզում եք ասել որ մի տարի առաջ այս ժամանակ մեր պլանավորածները կամ մեր քննարկածները տեղին են հիմա երբ որ առաջացել է նոր շատ ազդեցիկ ընդդիմադիր BVR երբ որ տեղի ունեցել մի շարք գործընթացներ, երբ որ մի քանի երկրներից եղել են, այսպես ասած, endorsement-ներ Փաշինյանին, տեղի են ունեցել ահռելի process-ներ, մինչև այդ կարող են գնալ 23, թե մինչև այդ կարող են գնալ։ Կարող է լինել այնպես, որ չմասնակցեք ընտրություններին։ Եթե քննարկում ենք, ամեն ինչ հնարավոր է քննարկումը որևէ կերպ փակված չի, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ինչ որոշում էլ կայացվի, այն հիմնավորված է լինելու եւ ծառայելու է Փաշինյանի իշխանությունից հեռացնելուն Հայաստանի իշխանափոխության։ Ես ավելի մանրամասն չեմ կարող ասել, որտեղ դրանք ներքին քննարկումներ են, բայց վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են։ Տեսեք, գալով արտաքին, այսինքն եւս մեկ հարց Փաշինյանին իշխանազրկելու դաշտից, ինչպես դուք եք ասում, իշխանությունից հեռացնելու, ելի գալով մեր ձևով շարժման այս հայտարարություններին, հա։ Դուք ասում եք, որ Սամվել Կարապետյանը եւ իր գործունեությունը ամբողջությամբ կապված է Հայաստանի Հանրապետության կապակցված է։ Անկամ եթե մարդը ունի շատ մեծ, այսպես անելիքներ արած ունի Հայաստանի Հանրապետության համար, շատ մեծ ավանդ ունի այդ երկրում, նրան դա իրավունք տալիս է, որպեսզի հավակնի իշխանության, եթե սահմանադրությունը արգելք ունի։ Եվ մենք նույն հարցն ենք անդադար կրկնում։ Բան մոդեսն, անդադար նույն երրորդ անգամ։ Չէ, ձեր ասած ավանդին եմ գալիս դրա համար։ Ես համարում եմ, որ այդ հավակնելու հետ կապված հավակնելու իրավունք ունեն բոլորը եթե դա չի հակասում օրենքին այդ քաղաքական միավորը ասում է հետևյալը տվեք ինձ այսքան ձայն եւ ես կանեմ այսպես պարզ շիտակ
բայց թե ինչի է հանրապետականի գործադիրի մարմնի հետ հարցազրույցից մի 10 րոպեն նվիրված մեր ձևով պատգամավոր ես արդեն ասացի հավակնելու իրավունք ունեն, եթե չեն ստում, եթե չեն խաբում իրենք, շատ հստակ ասում են, տվեք մեզ քվե, մենք կգանք կանենք սա։ Թե այդպես լինելու է, թե ոչ, կորոշի Հայաստանի պետության քաղաքացի։ Հայաստանի մայր օրենքի նկատմամբ կամարական վերաբերմունք չի։ Նորից, եթե մենք խոսեինք այս կամ այն դրսևորման մասին մարդու, որ կարող է փոխկապակցված լինել որևէ այլ երկրի շահերի կամ օրակարգի հետ, ես ձեր հետ կհամաձայնեի։ Այս պարագայում ոչ, որովհետև մենք խոսում ենք մարդու մասին, ում ամբողջ կյանքը նորանկախ Հայաստանի հետ փոխկապակցված է։ Ես ինքս չեմ պնդում, գիտեք, քննարկումներ կան, այսպես հիբրիդային հարձակումների մասին, չգիտեմ, FIMI-ի մասին, foreign interference, այսինքն դրսից ներգործությունների մասին եւ շատ է խոսվում հատկապես Սամվել Կարապետյանի համատեքստում, որովհետեւ նա Ռուսաստանում հարստացած մարդ է, կարողություն այնտեղ է կուտակել մեծ հաշվով եւ իրեն այդ քննարկումների համատեքստում դիտարկում են որպես Հայաստան ուղարկված։ Նորից իմ հարգանքը պարոն Կարապետյանի գործունեության նկատմամբ ինձ թույլ չի տալիս չպատասխանել ձեր հարցին, բայց նորից ես ստիպված եմ խոսել մի բանի մասին, որը իմ տիրույթում չի։ Պարոն Կարապետյանը մենք հրավիրում ենք մեր ձևով շարժման ներկայացուցիչներին, այդ թվում նաև Նարեկ Կարապետյանին այս տաղավար հարցազրույցի, բայց դեռ հաջողություն չեն ունեցել։ Ես չգիտեմ ինչ հաջողություն ունեցել եք թե չէ, բայց լավ կան հաջողական Նարեկին հրավիրեք, ինքը խոսի, հետո ես գամ, բայց այնուամենայնիվ ես գիտեմ, որ պարոն Կարապետյանի ակտիվները մի քանի երկրներում են եւ Ռուսաստանը դրանցից ընդամենը մեկն է, երկրորդ չգիտեմ չեմ նայել իրան բանը բացվածքը, երկրորդը foreign interference-ի հետ կապված։ Տեսեք, երբ որ հունվարին, հա, եթե չեմ սխալվում, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմեց Եվրոմիությանը 15 միլիոն եվրո ստանալու համար, պայքարելու համար արտաքին ներազդեցության հետ, այդ իրադարձությունը եւ Եվրոպական միության պատասխանը երկու կետով էր իմ համար շատ մտահոգիչ։ Առաջին, որովհետեւ փաստացի ֆինանսական ներգործություններ տեղի ունենալու Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին։ Եկեք անկեղծ լինենք, էլի մենք մի երկրում ենք ապրում, որտեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ինքը իրան քվեարկել է ԿՊ ֆրակցիայի անդամ լինելով ու հետո դարձել է Սահմանադրական անկախ մարմնի անդամ։ ԵԽԽՎ-ի բանաձևը, որ ես համարում եմ խայտարակ, նույնիսկ այնտեղ գրված է, որ քաղաքական կառույցների ճնշումը Սահմանադրական մարմինների վրա շատ բարձր է եւ վտանգավոր։ Հիմա այդ երկրում նույնիսկ եթե ստեղծվի ինչ-որ ինտերնետի վերահսկողության կառույց կամ չգիտեմ ինչի վերահսկողության կառույց, այն հստակ ծառայելու է ԿՊ-ին։ Սա առաջին կետն է, որ ինձ մտահոգեցրել է, եւ երկրորդ կետը ակնհայտ է դառնում, որ մինչև ընտրություններ բոլոր ճնշումները, բռնաճնշումները, ընդդիմադիրների, կուսակցությունների, լրատվականների նկատմամբ բոլոր նոր քաղբանտարկյալները ձևակերպվելու կամ փաթեթավորվելու են, մենք պայքարում ենք արտաքին ազդեցության հետ։ Ուստի այդ որոշումը եւ ԵՄ-ի կողմից դրան հավանություն տալը իմ համար արդեն ակնհայտ է, որ սա հերթական Եվրամիությունը պետությանն է աջակցում դրսի ներգործությունների դեմ պայքարում, ինչպես ժամանակին աջակցում էր, որ կամերաներ դնեն ընտրական տեղամասերում, ինչպես ժամանակին աջակցում էր, որ, չգիտեմ, ընտրական օրենսգիրքը փոխվի, ընտրական օրենսգիրք փոփոխություն էլ չէ, ներքաղաքական լանդշաֆտի վրա ազդեցություն։ Ահա, օրինակ մի շաբաթ առաջ բանել են մի քանի ժամվա մեջ ընտրական օրենսգիրք են փոխել, որը խայտարակությունը արտահերթ նիստով առանց անցկացնելու։ Չէ, առհասարակ եմ ասում, հասկացել եմ, բայց ձեր հարցին պատասխանելով։ Այդ նույնն է ոնց որ հիմա ասեք, գիտեք ինչ, պետությունն է Նարեկ Սամսոնյանին հետույք բառի համար եւ Վազգեն Սաղաթելյանին ընդհանրապես իրեն հասցրած վիրավորանքին պատասխանելու համար տարել եւ 3 ամսով կալանավորել։ Պետությունն արժության մարմինին 2 ամիս կալանավորել։ Պետությունն մարմիններն են եղել, ովքեր։ Դե օքեյ, լավ, այդ մոտեցման հետ ես վիճել չեմ կարող, բայց ակնհայտ է, որ պետական մարմինները կարող են օգտագործվել, երբ որ իշխանությունը ԿՊ է, այս կամ այն կերպով։ Պետական մարմինները օգտագործվել են, երբ որ իշխանությունը եղել է հանրապետական, դրանից առաջ։ Դա ձեր կա։ Կներեք, ես նաև ասեմ ինչի համար դա ասացի, որովհետև վերջերս եթե չեմ սխալվում Լեհաստանում ընտրություններին առաջ էլի նույն ձևակերպումով ստեղծվեց այդ որ ասացի ինտերնետ վերահսկող մարմին օթից չէի ասում ստեղծվեց մի մարմին այնտեղ փորձեցին որոշակի ներառականություն ապահովել պարլամենտական կուսակցությունների կամ ընդդիմադիրների պարագայում բայց շատ ու շատ փորձագետներ պնդում էին որ սա միևնույնն է ինչ որ
ցենզուրայի տարատեսակ է։ Հիմա դուք ասում եք պետությանն է տրվում այդ գումարը, ես ասում եմ օքեյ, բայց նկատում եմ կարող եք ակտիվորեն մասնակցել այդ գործունեությանը դե նաև կարող եմ ակտիվորեն մասնակցել որոշ համանդրական մարմինների ընտրություններին, բայց օրինակ այսօր ազգային ժողովում զարմանալիորեն այն սակավաթիվ դեպքերից է, երբ համանդրական անկախ մարմինը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվեց եզրակացություն Հակոբ Մովսեսի վերաբերյալ, որ ինքը խախտել է էթիկայի նորմերը եւ իր պաշտոնի նորմերը, բայց դա ոչ մեկին չհետաքրքրեց։ Այսինքն մի պարագայում իրանք իրանցով համանդրական մարմիններ են նշանակում ԿՀ-ի նախագահի եւ այլն եւ այլն եւ այլն։ Մյուս պարագայում նույնիսկ եթե այդ մարմինը եզրակացություն է տալի, ասում է ժողովուրդ սենց չի, իրանք այդ ամեն ինչը օգտագործում են նրա համար, որ 2-3 ժամ ընդդիմությանը փնովեն ու հետո վստահ եմ քվեարկել, որ Հակոբ Մովսեսը մնա ՀՌՀ-անդամ։ Պարոն Մամեջանյան, գալով արտաքին քաղաքական իրադարձություններին, վերջին շրջանում հատկապես Իրանում, երբ ծայրահեղ լարված էր ներքաղաքական իրավիճակը եւ դեսպանը այստեղ հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, դրան իշխանությունը նաև պատասխանեց փորձելով իրավիճակը կայունացնել, չգիտեմ, փորձելով փարատել մտահոգություններ իրանական կողմի, եթե չեմ սխալվում, դրա վերաբերյալ դուք ազգային ժողովում ասացիք, որ այն աշխարհական քաղաքական բորշը, որ այս իշխանությունները եփել են, դա լինելու է շատ դժվարամարսելի եւ բոլորս ենք կոպիտ ասած ուտելու այդ բորշը։ Հիմա որ որոշակի ժամանակ է անցել եւ մենք տեսնում ենք, որ իրանական կողմը կարծես հանդես է գալիս ավելի չափավոր հայտարարություններով, ավելի բարիդերացիական հայտարարություններով, հա։ Ամերիկայի փոխնախագահը այցելեց Հայաստան, դրան էլ շատ լուրջ ռեակցիա իրանական կողմից չեղավ։ Կարող ենք ասել, որ դուք սխալվել եք աշխարհական բորշի մասին խոսելով։ Ոչ, չենք կարող բացատրեմ ինչի։ Նախ եկեք մի փոքր ավելի մանրամասնենք, հա, այդ իրադարձությունները։ Իրանի դեսպանի կոշտ, չգիտեմ ինչքանով ինչքանով են իշխանությունները ամբողջապես դրա մասին խոսել, բայց ես ավելի բաց խոսեմ մեր քաղաքացիների համար ակնհայտ լինի։ Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունները պայմանավորված էին Իրանի եւ Երևանում դեսպանության դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներով։ Ավելի շատ չմանրամասնեմ, քանի որ իշխանությունը որոշ գործողություններ իրականացրեց, այդ ռետորաբանությունը որոշակիորեն փոխվել է։ Այստեղ վերջակետ դնենք, քանի որ խոսքը գնում է մեր բարեկամ երկրի մասին, ես չեմ ուզում ավելի շատ փակագծեր բացել։ Այս առաջին կետը, այնտեղ մի հատ էլ кейս կա մարդու, որ դեռևս էքստրադիցիայի է սպասում, հասկացանք։ Հիմա անցնենք Վենսին, փոխնախագահ Վենսին։ Նախ իրանական դիվանագիտությունը բավական բարդ եւ բավական համբերատար դիվանագիտություն է, հայտնի է եղել դրանով միշտ։ Ես նույնիսկ եթե այս պահին հաշվի առնելով Իրանի վերջին այս պահին գործող ադմինիստրացիայի, քաղաքական ադմինիստրացիայի, ոչ հոգևոր թևի մոտեցումները եւ աշխատելավոճը հաշվի առնելով ընթացիկ բանակցությունների փուլը, շատ ակտիվ բանակցությունների փուլը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ես չէի ակնկալում որևէ ռեակցիա Իրանի Իսլամական Հանրապետությունից ու այնպես չթվա որ ես սպասում էի, ուզում էի որ դա լիներ, որովհետեւ կարևորագույն երկիր է մեր համար։ Բայց չեմ կարծում, որ լավ գաղափար էր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի մակարդակով երկու բավական կոշտ հարցադրում Իրանի հետ կապված ու բավական կոշտ պատասխաններ փոխնախագահ Վենսի կողմից։ Ինչ պետք է աներ իշխանությունը, որ դա չլիներ օրինակ։ Հիմա փորձեմ բացատրել։ Ոչ մեկին չթվա, որ ես իրականությունից կտրվել եմ եւ առաջարկում եմ, որ Նազելի Բաղդասարյանը քննարկեր փոխնախագահ Վենսի հետ, թե ինչ հարցեր պիտի լինեն։ Այնուամենայնիվ դա հնարավոր դա հնարավոր է, օրինակ ցույց տամ թե ինչպես։ Հաջորդ օրը երևաց, որ հնարավոր է։ Փոխնախագահ Վենսի թիմը սխալմամբ տեղադրեց ցեղասպանության թանգարանի եւ Ծիծեռնակաբերդի այցելությունը, հետո հանեց։ Այսինքն ինչ որ Թիթերյանի ջում։ Այսինքն ինչ որ ուժեր կան, որոնք կարողացել են պարզավոճ ուլտիմատիվ լեզվով, այլ այս կամ այն բանը բացատրելով, քննարկելով հասնել արդյունքի։ Հիմա արդյոք բարդ էր լինելու բացատրել մեր ամերիկյան գործընկերներին, թե մենք ինչ իրավիճակում ենք գտնվում, դա աշխարհակաղակական ինչ տեսանկյունն է, թե մեր հարևան երկրներից ամենակոշտ մեր սուվերենիտության մասին իսկ հաճախ Հայաստանի իշխանություններից էլ կոշտ արտահայտություններ, որ երկիրն է արել, բացատրել մեր համար կարևորությունը Իրանի եւ փորձել դրանից խուսափել։ Ես խիստ կասկածում եմ, որ դա արվել է, որովհետեւ իրենք, գիտեք, ես մի անգամ եթերում ասել եմ, որ
Այն մարդիկ, ովքեր փորձում են Փաշինյանին պրոռուսական կամ պրոարևմտյան ներկայացնել, իրեն լավ չեն ճանաչում։ Ինքը միշտ տերեր որոնելու ռեժիմի մեջ է։ Հիմա գտել է ինքը նոր աշխարհակաղակական տեր, ով որ այս կամ այն կերպ երաշխավորելու է, ուղղակի կամ անուղղակի դա արդեն էական չի։ Իր վերընտրվելը ուղղակի կամ անուղղակի դա արդեն էական տերը։ Դե ես արդեն ասացի։ Ամերիկան նկատի ունեք, Ամերիկայի մեծալ անգամ։ Ընդ որում դա իր իդեոլոգիական մոտեցումները չեն, նորից եմ ասում, դա իր մորթապաշտական մոտեցումներն են, եթե ինչ-որ մեկ ավելի լավ երաշխիքներ տա, շատ արագ կփախնի նրա գիրկը։ Եվ պատրաստ են ցանկացած բան կատարել։ Ես մի զուգահեռ տանեմ ժամանակին, երբ որ Թուրքիայի հետ տարվում էին արձանագրությունների բանակցությունները։ Ներողություն, դուք կարծում եք, որ իսկապես միայն դրանով է պայմանավորված, օրինակ Ամերիկայի հետ հարաբերությունների ջերմացումը։ Բացառիկ բան եմ ասում։ Չասում եք, նա այնքան ձեր ասելով այնքան իշխանապաշտ է, որ ով ապահովի իր վերարտադրությունը, նրա գիրկը կգնա։ Ես նկատի ունեմ, որ եթե որևէ այլ աշխարհակաղակական կենտրոնից, ու մենք դա տեսել ենք այս 5 տարվա մեջ, հասկանում եք։ Ինչի նկատի ունենք։ Նկատի ունեմ, որ ժամանակին ինքը օրինակ մինչև 20 թվականը արեց այն, ինչ որ մինչև այդ ոչ մեկ չէր արել, բայց այս Ռուսաստանի հետ կապված նկատում։ Ուղարկեց Սիրիա զորախումբ։ Դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունը որպես Հայաստանի Հանրապետություն ես չտեսա որ որևէ բան ստացավ։ Իսկ դա շատ մեծ դիվանագիտական ռևերանս էր, շատ շոշափելի։ Խնդիրը ստե զորախմբի քանակը չէր անում, այժմ մինչև այդ։ Արեց առաջին անգամ, չխոսենք թե ով ինչ էր անում, ինչ չէր անում։ Բայց դրա դիմաց Հայաստանը ինչ ստացավ, ես չհասկացա։ Ուզում եմ ասել, որ ինքը ոչ թե գաղափարապես նվիրված է արևմտյան արժեքներին կամ ամերիկյան դեմոկրատիային կամ ռուսական ավանդույթներին կամ հայ-ռուսական բարեկամությանը, այլ իրեն հետաքրքրում է ուղղակի աթոռի վերարտադրությունը, ով է վերարտադրությունը։ Գուցե ուղղակի շահերն է հետաքրքրում, որովհետև հիմա ով տարածաշրջանում թելադրող դիրք ունի, թելադրող այն իմաստով, որ կարողանում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը առաջ մղել, կարողանում է ներկա գտնվել Սյունիքում եւ ինչ որ առումով այդտեղ, չգիտեմ, կոմունիկացիոն ենթակառուցվածքների հետ կապված հարցերը լուծել, նրա հետ էլ համագործակցում է։ Ինքը դրա մասին բաց ասեց, ասես մենք Ռուսաստանին էինք նույն առաջարկում, խոսքը Փաշինյանի մասին է։ Ձեզ պատասխանեմ։ Մեկ, օրինակ ինքը բոլորս հստակ հիշում ենք, որ խոստացել էր Մինսկի խմբի որտեղ արտաքին քաղաքականության գաղափարախոսային այցումը, չեմ կարծում եք ճիշտ տեղ կտանի։ Հեսա կհասկանանք իրար հետ։ Ինքը խոստացել էր Մինսկի խումբը լուծարելու ստորագրեր, համաձայնվեր դրան, երբ որ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց արեց դա նախաստորագրման ժամանակ, ինչա թե իրան անհրաժեշտ էր օգոստոսի 8-ը, օդի ջրի պես։ Երկրորդ օրինակն եմ բերում։ Երկար չմանրամասնելով օգոստոսի 8-ի եւ TRIP-ի հունվարին կնքված փաստաթղթերի տրամաբանությունը, մի պարզ հարց եմ տալիս։ Այնտեղ կա այդ 76 24 կամ 26-74 հարաբերակցությունը։ Ես վերջերս հրապարակել էի, որ ադրբեջանական նավթային պետական հիմնադրամը հուշագիր է կնքել BlackRock-ի եւ GIP-ի եւ Bakersfield, եթե չեմ սխալվում, 3 մեծ ներդրումային հիմնադրամների հետ։ Ակնհայտ է, որ առնվազն BlackRock-ը կարծես թե հետաքրքրվածություն է ունենալու TRIP-ով։ Եվ ունի արդյոք Հայաստանի Հանրապետությունը որևէ լծակ, որպեսզի տեսնի, թե որ երկրի ինվեստիցիոն հոսքերն են ներգրաված լինելու այն 76%-ի մեջ։ Տեսեք, ես նույնիսկ չեմ էլ մտնում այն դաշտը, որ ինքը ասում է, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձի այդ 76-ի մի մասը որևէ մեկին տալ, մենք վետո կդնենք, դա ծիծաղալու է Փաշինյանը, վետո է դնում։ Չէ, դա երկու պետությունների պայմանավորվածություն է, ես ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Ճիշտ եք հասկանում։ Երկու պետությունների պայմանավորվածության պարագայում եթե պետությունը գումար է դնում, լինի ֆոնդերից եկող գումար, լինի պետական բյուջեից, լինի մասնավոր, կապ չունի, պետությունը իր երաշխիքով, այսպես ասած, քանի որ պետությունն է, այդ գումարը ներդնում է այնտեղ կոմունիկացիա կառուցելու մեջ։ Որն է խնդիրը։ Լուրջ խնդիր չեք տեսնում, որ ադրբեջանական կապիտալի թեկուզ լվացված BlackRock-ում։ Ես տեսնում եմ։ Պատկերացնենք մի բան, որ $10,000 Բաքվից գնացել է BlackRock, լվացվել է 10,000 չէ։ Ես միավոր ինչ որ միավոր գումար։ Ես դրա մեջ խնդիր տեսնում եմ, եթե որն է խնդիրը, որ ադրբեջանական է։ Իհարկե։
Չկա խնդիր։ Չէ, նկատի ունեմ գործնական խնդիրը ո՞րն է։ Իհարկե դա է խնդիր, որ TRIP-ի էմոցիոնալ առումով դա խնդիր է միանշանակ, բայց գործնական առումով խնդիրը ո՞րն է։ Լսել ով վճարում է ինքն էլ երաժշտությունն է պատվիրում։ Ես լսել եմ Ադրբեջանը BlackRock-ին է վճարում, BlackRock-ը գումար է ներդնում իհարկե ոչ ամբողջական BlackRock-ին, բայց Ամերիկայի իշխանություններին թելադրում էին ճանել մեկ ինվեստիցիոն ծրագրի պարագայում դա առավել քան ռեալ է։ Նաև եթե հաշվի առնենք, որ այդ նույն կոնսորցիումները փոխկապակցված են Ադրբեջանի օդանավական, ընդ որում հասկացեք, հա BlackRock-ը մոնստր է, հնարավոր չի։ Աշխարհի ամենամեծ ներդրումային ընկերությունն է։ Բայց երբ որ դու տեսնում ես կապերը, թե ինչքան է ինքը GIP-ով կապված, հա, ինչքանով է ինքը GIP-ի միջոցով կապված Ադրբեջանի մի շարք օդանավականների որպես լոգիստիկ ուղիներ զարգացման եւ այլն։ BlackRock-ի մեծությունը պատկերացրեք եւ Ադրբեջանի համար BlackRock-ի ինտերեսները Աֆրիկայում, հետաքրքրությունները ոչ Աֆրիկայում, ոչ Միացյալ Էմիրություններում, ոչ որևէ։ Ես տպավորություն այդ կաթիլը շատ եք մեծացնում, դրա համար եմ ասում։ Դրա համար ես սա հստակ եւ ձեզ հարցրեցի եւ նույն հարց տալիս եմ մեր դիտողներին։ Եթե ինչ-որ մեկը խնդիր չի տեսնում այն պատմության մեջ, որ Ադրբեջանի նավթային կապիտալը BlackRock-ի կամ որևէ այլ ինվեստիցիոն ֆոնդի միջոցով զգալի մասնաբաժին ունենալու TRIP-ի մեջ։ Ադրբեջանի նավթային կապիտալը գալիս է Հայաստան, ուղիղ։ Բենզինի տեսքով։ Եվ մենք դրա համար վճարում ենք։ Հա, բայց այդ նույնը չի։ Ես տեսեք, եթե ուշադիր լինեք, ես երբեք այդ ցորենի կամ բենզինի պատմությունների մասին չեմ խոսել։ Այո, ինձ համար շատ հետաքրքրական է, թե ոնց է ստացվում, որ մենք օքեյ ենք եւ բենզինի գնմանը եւ հիմա այլ բանակցություններ են տարվում, ինչքան որ ես գիտեմ, բայց մենք հակառակ, այսինքն Հայաստանը արտահանի որևէ բան Ադրբեջան, դա դեռ որ տեղի չի ունենում։ Հա, դեռ։ Այսինքն, այստեղ ես արդեն հարցադրում եմ տալի ոչ այնքան քաղաքական կամ արժեքաբանական, թեպետ այդ հարցադրումն էլ տեղիք ունի, առնվազն տեղիք ունի։ Նաև տնտեսական տեսանկյունից։ Լավ, վերջին հարցն է, պատկերացնենք վաղը դուք իշխանության եք եւ կա այս առևտուր Ադրբեջանի հետ թեկուս միջնորդավորված ինչ որ առումով Վրաստանի տարածքով են գալիս եւ այլ եւ այլ։ Բայց այնուամենայնիվ կա էժան բենզին է գալիս, չգիտեմ, խոսում է էներգոհամակարգերի միավորման կամ միացման հնարավորության մասին։ Դուք դրանից հրաժարվելու եք, թե շարունակելու եք այդ գործընթացը։ Հարցը շատ ընդհանրական է, բայց փորձեմ մի քիչ պատասխանել։ Սկսեմ էներգոհամակարգից։ Խորացնելու եք Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները, թե ոչ։ Բնականաբար ես չեմ կարծում, որ Հայաստանում լինի որևէ մի մարդ, ով որ ասի, որ ինքը կոմունակից է, որ Հայաստանը շարունակի շրջափակված լինել եւ որևէ առևտրական կապեր չունենա, բայց դրանք պետք է կազմակերպել ճիշտ, հաշվի առնելով ոչ միայն Ադրբեջանի գաղափարաբանական խնդիրները, այլ նաեւ զուտ տնտեսական արտահանումներ, երկկողմ լինի դա։ Ուղիղ եւ երկկողմ։ Երկրորդ, երբ որ մենք խոսում ենք, այո, երբ որ մենք խոսում ենք Թուրքիայի պարագայում, մենք այնտեղ տնտեսության խնդիր ունենք, որը պետք է նույնպես դա արդեն տնտեսական։ Երբ որ մենք խոսում ենք էներգետիկ համակարգերի մասին, մենք էներգետիկ համակարգը սերտաճած էր բառասխալ է, բայց փոխկապակցված էր Իրանի էներգետիկ համակարգի հետ, որը նույնպես մոնստր է ու կարողանում է մեծ հաշվով, ես ճիշտ եմ հասկանում, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, չգիտեմ, կապեր հաստատելու, առևտրատնտեսական կապեր զարգացնելու, ուղիղ կապեր զարգացնելու քաղաքականությանը մեծ հաշվով դա նաեւ ձեր քաղաքականության մեջ է, ձեր մոտեցումների մեջ է տեղավորվում, ուղղակի նյուանսներ կփոխեիք։ Ես ճիշտ եմ հասկանում։ Նյուանս դա անվանել չի կարելի։ Անվտանգության երաշխիքները, ընդ որում թե տնտեսական, թե ֆիզիկական։ Հա, մարդկանց գնալու։ Այդ երաշխիքը կարող է լինել եւ երրորդ մի շարք երկրների կողմից անվտանգային երաշխիքների տրամադրում եւ քո օրենսդրական բազան այնպես փոփոխես կամ քո տնտեսական քաղաքականությունը այնպես, այսինքն երաշխիք բառը ճիշտ հասկանանք։ Շնորհակալ եմ։ Civilnet տաղավարում ես զրուցեցի Հայկ Մամիջանյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։